տեղավայրաններ շատ է լինում։ Դրա համար անհրաժեշտ է էլի սվետաֆորների տեղադրելը։ Վազգեն Սարգսյան փողոցն օրվա բոլոր ժամերին է երթևեկությամբ ծանրաբեռնված, հետիոտնային անցումներին անգամ վտանգավոր։ Այս փողոցում են դպրոց, մանկապարտեզ, ինստիտուտ։ Ճանապարհը հիմնանորոգումից հետո հետիոտնային անցումներ կծվել են, արգելաթմբեր կառուցվել, բայց դրանք էլ չեն փրկում վթարային իրավիճակներից։ Ինչքան փողոցները շատ են վերակառուցում, հիմնանորոգում են, բնականաբար լուսավորները, ճանապարհները դարձնում են ինքնին արագընթաց արդեն։ Լավ որակ ճանապարհ է, մեքենաները կարող են ավելի հատկապես կարկազանց վարորդները արագ երթևեկել, այս պատճառով բնականաբար միակ ճանապարհը, որ մենք կարող ենք եւ փողոցային երթևեկության նշաններով կարգավորել եւ լուսավորներով։ Նոր լուսացույցների անհրաժեշտությունը միայն Վազգեն Սարգսյան փողոցում չէ, մի քանի տեղերում հենասյուներ են դրել։ Լուսացույցները դեռ տեղ չեն հասել, գնման գործընթացը մրցույթով է։ Քաղաքապետարանը սպասում է արդյունքներին, հաղթող կազմակերպությունն էլ դրանք տեղադրելու է։ Վթարները հիմնականում տեղի են ունենում լուսացույցներով չկարգավորվող խաչմերուկներում։ Բոլորս գիտենք, որ ծանրաբեռնված է եւ վարորդները յուրաքանչյուր վարորդ ինքն է զգում, թող փորձի Գերցեն փողոցից դուրս գա Վազգեն Սարգսյան փողոց ու ցախ մտնի գնա դեպի Անլի թաղամաս։ Ինչքան պետք է սպասի, որպեսզի կարողանա այդ արգելքը հաղթահարել։ Տրանսպորտային միջոցները քաղաքում շատացել են, կենտրոնական հատվածները հատկապես երթևեկությամբ գերբեռնված են։ Իսկ կեսօրին եւ աշխատանքային օրվա ավարտին Գյումրիի համար անսովոր խցանումներով վիճակներ են ստեղծվում Սայաթ-Նովա, Տերյան, Վազգեն Սարգսյան փողոցներում։ Այդ հատվածներում քաղաքապետարանը նախատեսում է ավելացնել երթևեկության նշանների թիվը կամ լուսացույցներ տեղադրել։ Լեջի վրա դրեցին էլի, ավայր է միշտ, մարդկից ինտագը վերջում դրեցին։ Ավտանկությունը ամենաառաջի հերթին, որ մեքենան իրենց հերթին հասնեն, հետիոտնը իր հերթին հասնեն։ Գիտե որ սպետաֆորով առավ, կայնի բդի վсё։ Ու ավելի աբով կենի։ Չեղա ժամանակ են չէ էլի։ Չիտես հասնիս թե չհասնիս։ Ըստ ընձիտպես ավելի ճիշտ է, ավելի լավ է մեր օպեն կայնիս սպասես նորից տաս, քաստե ինչ որ վտարի պատճառ դառնա այդ չերնելը։ Նախապատրաստական լուրջ աշխատանքներ ծավալ Մարմաշենի խճուղու վրա, ուրեմն Անի թաղամասից Մուշ թաղամաս գնացող ճանապարհը այդ քաշմերուկում, որտեղ որ հաջախագեն դեպքեր լինում, լիարժեք լուսավորային ուրեմն համակարգ տեղադրել, որպեսզի երթևեկությունը կարողանանք կարգավորել։ Լուսացույց ու արգելաթում չի հասնի Գերցեն փողոցին, այն երկրորդական փողոց է համարվում, բայց հարող նրբանցքներով ասֆալտապատված եւ միշտ երթևեկությամբ ակտիվ, որովհետեւ Գերցենը կապող ճանապարհը Շիրակացի փողոցին։ Սեփական տների բնակիչների համար էլ այն փորձանքի բուն է։ Հարթ ասֆալտով փողոցում արագություն բացող վարորդները շատ են։ Մեկ ամիս առաջ էր հերթական վտարից հետո բնակիչները բողոքեցին, պահանջեցին մի բան անել, բայց մերժվել են բացատրելով, որ հիմնանորոգման ժամանակ էր պետք արգելաթում տնելու մասին մտածել։ Լուսացույցով կարգավորվող փողոցներից առայժմ 5-ն է քաղաքապետարանն առանձնացրել, առաջնահերթություններից ելնելով։ Նմանատիպ դժվարություն մենք ունենք Անլի թաղամասում, ուրեմն Խորենացի եւ Պարուսեվակ փողոցների խաչմերուկում։ Գիտեք, որ Պարուսեվակ փողոցը ամենաբանուկ փողոցն է Անլի թաղամասի, իսկ Խորենացին միջպետական արդեն այդ հատվածը դնում է միջպետականի մեջ, M1 ճանապարհն է, նորից ծանրաբեռնված է, այդ պատճառով պետք է մենք ուրեմն տեղադրենք լուսավորներ։ Ոչ միայն լուսացույցների, նաև երթևեկության նշանների տեղադրման նշակցումների գործն է քաղաքային իշխանությանը։ Իսկ թե որտեղ եւ ինչպես են այդ աշխատանքներն արվելու, ճանապարհային ոստիկանության հետ են համագործակցում։ Գյումրիում նոր լուսացույցների համար դեռ էլեկտրական մալոխների անցկացման հարցն են լուծելու։ Սա էլ ցանցի հետ կատարվող աշխատանք է։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։